Okay, հարազատներս մեզ հարկավոր է լինելու 300 միլիգրամ կաթ, տանջերմաստիճանի, 1 պաչկա խմորիչ, չոր խմորիչ, 75 միլիգրամ յուղ, ձեթ և 1 թեյի գթալ աղ և 520 գրամ ալյուր, այս ամենը պետք է խառնենք։ Ինքը բավական թեթև ու հաջող խմոր է ու առավոտյան էլ շատ լավ ուտելիք է, որ բոլորը միասին ուտեք։ Ձեր տանը ինչ է ընդունված, օրինակ մեր տանը Հայաստանում ժողովուրդ ընդունված էր շաբաթ օրերը խավից, իմ տատիկը խավից էր սարքում շատ, ու նենց լավ էր, այս անհամբեր սպասում էի, որ պետք է այդ օրը գա ու խավից սարքեր, որ շաբաթ օրերին, ձեր տունն էլ էր ընդունված խավիցը, երանեք այդ օրերը, ինքան եմ կարոտում, Okay, սա մի լավ տրորելուց հետո պետք է թողնենք 1 ժամ հանգստանա ու այդ ընթացքում արդեն միջուկի համար կանցնենք պատրաստելուն դա։ Okay, վերջ։ Այստեղ իմ մոտ ավելացավ ալյուրը, մոտ այսքան ավելացել է 100 գրամի չափ, երևի մի քիչ անգամ ավել, դա արդեն բացելուց կօգտագործեմ։ Հիմա վրան ծածկեմ։ Okay, Ժորժ ջան, միջուկի համար մեզ հարկավոր է լինելու 2 կարտոֆիլ, կարմիր բիբար, սոխ, ես կեսն եմ օգտագործում, որտեղ ինքը բավական մեծ չափերի է, զեյթունի յուղ և մնացածը։ Բաղադրությունները անպայման ես ներսում կդնեմ description բաժնում, so կունենաք դրա համար անհանգիստ չլինեք։ Անցնեմ ես արագ-արագ հիմա միջուկի պատրաստմանը, մեզ հարկավոր է կարտոֆիլը կտրատենք։ Անցնենք երկրորդը։
Okay, հիմա անցնենք սոխը։ Եթե փոքրիկ սոխ ունեք, 1 գլուխ սոխ կօգտագործեք, եթե մեծ է ձեր սոխը իմի նման չափսերով, կեսն էլ օգտագործեք բավական է։ Այն անգամ մի հատ կին ինձ գրել էր, ասում է, ինչպես եք անում, որ սոխից ձեր աչքերը չի մռմռում։ Ասեմ, որ լավ մռմռում է իմ աչքերը, բայց մի հատ գաղտնիք ասեմ, եթե չգիտեք, միջև կտրատելը սոխը դանակը թրջում ենք ջրի տակ ու նոր անցնում ենք կտրատելու առանց չորացնելու։ Այդպես բավական կտրում է, էլ չի մռմռացնում աչքերը։ Հիմա անցնենք բիբարներն է, եթե մեծ բիբարներ ունեք, սենց լավ կարմիր բիբարներ, 1 հատն էլ բավական է, եթե փոքրիկ են like իմինի նման, ինչպես իմինն է, 2 հատն էլ, 3 հատն էլ ինձ թվում է էլի նորմալ է, որտև իմինը շատ փոքրիկ են։ Բայց քաղցր բիբարներ են, կտրուչ են, ժողովուրդ ջան։ Հիմա մեզ հարկավոր է մի փոքրիկ էլ մաղադանոց կտրատենք մեջը։ Եվ ինձ հարկավոր է ձիթապտղի յուղ, 2 ճաշի գթալ, աղ, մեկ թեյ գթալներ բավական է, և մեկ էլ սև պղպեղ փոշին։
մեզ պետք է լավ հարել, ամեն խառնել, հարելը որտեղից եկավ։ Okay, ժողովուրդ ջան, մեզ մոտ արդեն 1 ժամ անցել է, մեր խմորը բավական փափկել է, հիմա մեզ պետք է հարկավոր է բացել իրան և թողնել ևս 15 րոպե ու ջեռոցի ուղարկել։ Մեզ պետք է, որ կլոր իրան բացենք անպայման։ Բավական նորմալ է արդեն չափը, դաժե մեծել է անգամ, կարելի ասել։ Բավական է։ Հիմա մինչև վերջ չենք կտրում, աստղի նման, աստղ ոնց որ սարքենք։ Հիմա անցնում ենք կարտոֆիլը լցնելուն։ Վերջ։ Okay, եւ հարկավոր է հիմա մելի ձուն սել վրան, ձվի դեղնուցի հետ շատ չնչին ես կաթեմ խառնելու, որպեսզի ավելի հեշտ կսվի ինքը։
Եվ հիմա պետք է տեղադրենք լոլիկները, արդեն որ մոռանում էի լոլիկների մասին։ Եվ ուղարկում ենք ջեռոց 180 աստիճան Հայաստանի ջերմաստիճանով և 350 աստիճան Ֆարենհայթ Միացյալ Նահանգների։ Իսկ ես այս ընթացքում պետք է պատրաստեմ ռանչը։ Մեր մոտ օրինակ այսպես փոշի է ինքը, համեմունքներով է ռանչ է կոչվում։ Մեջը ամեն ինչ կա արդեն, աղնա, բոլոր տեսակի համեմունքները կա, մնում է ինձ ավելացնել սմետանի մեջ, այդմին թթվասերի մեջը և խառնել ու բավական շատ հմով է, մենք շատ ենք սիրում։ Մի փոքրիկ աղմուկ կանեմ ժողովուրդ ջան, ընդամենը, էսի ամբողջը չենք լցնում, ընդամենը շատ չինչին, երևի ասեմ 5 գրամի չափով, ոչ ավել։ Դեռ սա կարող եք օգտագործել, երևի ասեմ մի 10 անգամ մինիմում տարբեր անգամ օգտագործելու, որտեղ բավական շատ է մեջ ինքը։ Իրա մեջ ամեն ինչը կա, այլ ոչինչ պետք չունեք ավելացնելու, աղնա, համեմունքներն, բոլորը։ Ես հիմնականում սա եմ գնում փոխարեն պատրաստի սոուսները ռանչի առնելու, որտեղ սրա համը շատ համով է լինում, շատ, ընտիր մի բան է, ավելի թարմ ու ավելի որակով։ Արդեն եղել է սիրելիներս։ Սիրելիներս արդեն պատրաստ է։